Ուրեմն որևէ կողմնակի հարցով դուք ինձնից որևէ կարծիք չեք կորզի։ Ես ձեզ պարզ ասում եմ, մեջից որտեղը գնալ այդ ճանապարհով։ Ըստ օրենքի միջև մենք մեր որոշումը չկայացնենք քննարկող հարցի վերաբերյալ հանձնաժողովի անդամներ եւ նախագահը հրապարակելու որևէ դիրքորոշում իրավունք չունեն։ Մեր ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված է ընդհանրական դիմումները ոնց է քննարկվում։ Դիմումները քննարկման համար կա օրինակ դիմումատուին տրվում է 10-օրյա ժամկետ, որպեսզի նա իր մեկնաբանությունները ներկայացնի։ Այդ 10-օրյա ժամկետը առաջի դիմումի հետ կապված մեր գործընկերների կարգազանց, հա, ինչպես մեկնաբան, այդ դիմումի հետ կապված անցնում լրանում ամսի 18-ին, դա համար մենք ամսի 18-ին վերջնական մեր որոշումը կայացնենք, իսկ մյուս հարցի վերաբերյալ դա լրանում ամսվա վերջ։ Եվ մենք ամսվա վերջին դրա որոշումը կայացնենք։ Սա ընդհանրակարգ է, որ մենք պարտորեն պահպանենք։ Այսօր լսեցիք Շուշան Պետրոսյանին։ Այո, ամեն ինչ լսել եմ։ Ինչ ասաց։ Ոչ մի կոմենտար չեմ անի։ Ոչ մի կոմենտար չեմ անի։ Դա ինձ իրավունք չի վերապահում օրենքը։ Պարոն Հարությունյան, ձեր օրակարգում Պարոն Սաքուցինյանին մենք հրավիրել նաև Գայանե Շահենյանին։ Ոչ մեկը մեզ չեն արձագանքել։ Ամսի 18-ին ժամը 17-ին։ Մեր պատգամավորների այն պատգամավորների հարցն են քննարկելու, որը ուրիշի փոխարեն քվեարկության հարցում։ Կապված ուրիշի փոխարեն։ Այ կարգը ոնց է։ Մենք հրավիրում ենք դիմումատուին կամ դիմումի հետ աղերս ունեցող, առնչություն ունեցող անձանց, նրանք կարող են գալ, կարող են չգալ, նրանք կարող են չգալ եւ ներկայացնել գրավոր մեկնաբանություններ։ Դրա համար գրավոր մեկնաբանությունների համար կանոնակարգը ժամկետ է սահմանում։ Դրանով է պայմանավորված, որ մենք դիմումներից մեկի վերաբերյալ մեր վերջնական որոշումը կայացնենք ամսի 18-ին։ ինչպես է ստացվում, որ հանրապետական պատգամավորներն են հայտնվում էթիկայի հանձնաժողովում։ Ճիշտ ասած, ես շատ կուզենայի, որ պարոն Սաքուցյանը այդ հարցը ես տայի։